եմ պարոն քաղաքապետի կարծիքը, որ շատ լավ կլիներ ունենայինք պատասխանները հենց ձեր պատգամավորների, թե ինչու են իրենք երբեմն Գյումրեց ու բարբառով ասած առնակավորի ձևակերպումներ տալիս, բայց տեսեք, դուք խոսում եք պարողների մասին, բայց երկրի բարձրագույն ղեկավարությունը ուր գնաց պարեց, հետո հանձնեց դա թուրքի։ Դուք խոսում եք լացողների մասին, բայց հիմա ձեր համագումարների ժամանակ հատուկ Չեխովյան պաուզա եք պահում, որպեսզի ցույց տաք, որ ձեզ ուզում է այս պետության բախն ու ճակատագիրը։ Դուք խոսում եք սնուցող մայրերի մասին, բայց եռաբլուրում այդ սնուցող մայրերին ոտու ձեռ արած քաշ եք տալիս ձեր կարմիր բերետավորներով հանդերձ։ Դուք խոսում եք 8 տարվա 70 քանի միլիարդ Գյումրիում արված ներդրման մասին, բայց ինչպես Տրամպը ձևակերպեց, Ալիևի հայրենակիցը Արցախում թողել է 5 միլիարդ դոլարի զենք, ինչը հավասարազոր է 1 տրիլիոն 900 միլիարդ դրամի։ Այնպես որ եթե քաղաքական խոսույթով են խոսում, եկեք բոլորս քաղաքական խոսույթով խոսենք, որովհետև դուք ասում եք մի բան, ձեր գործընկերները անում են 180 աստիճանով, չնայած ձեր ֆրակցիայում ընդունված է քաղաքական ուժի մոտ 180 աստիճանը 360-ով ասել, էլի, մաթեմատիկորեն ճիշտը 180 աստիճան։ Եկեք մնանք այդ դաշտի մեջ քաղաքական, եթե ուզում ենք բոլորս քաղաքական խոսույթով խոսենք, որովհետև գիտեք, ճարտարախոսությամբ, եթե հիմա սկսենք հանդես գալ ու փաստեր առաջի պլան բերել, ով ինչ է արել, ինչքան է արել, դա հստակ փաստ է։ 7 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չի կառուցել։ Մնացածը արդեն ճաշակի հարց է, մեկնաբանության հարց է, լավ է դուք եք ասում, մանիպուլյացիա բառն եք օգտագործում, դրա օլիմպիական չեմպիոնն է ձեր քաղաքական ուժը։ Պարոն Ղուկասյան, ես առաջարկում եմ ինչ որ դիմացից ասեցի, հրավիրենք պարոն Բակրացյանին, բոլոր մեր համաքաղաքացիները այդ ամեն ինչը տեսնեն, Հայաստանի բնակչությունը տեսնի, կառավարությունը, դիմենք առաջարկությունով, հետո նոր գնանք դատական ակցիաներին հասնենք։ Բարի, դուք ելույթ ունեք ասեին։ Շնորհակալ եմ։ Պիտի շարունակեմ պարոն Մուխտարյանի տրամաբանությամբ, պարոն Ղուկասյան, այո, դուք նշեցիք, որ դուք մանդատ ունեք եւ իրավազոր եք, կարող եք այս հայտը ներկայացնել դատարան, շատ լավ է, պիտի առաջարկենք, որ ամեն դեպքում օգտվեք այդ մանդատից, որովհետեւ իրավական առումով ավականն այդքան էլ տեղեկացված չէ, անկեղծ եմ ասում, այդքան ժամանակ էլ չենք ունեցել, որ այդքան հետազոտենք, ամեն դեպքում այդ մանդատը դուք ունեք, դուք կարող եք։ Եվ ասեցիք, որ ուզեք ամեն դեպքում տեսնել խմբակցությունների տրամադրվածությունները, մենք անկախ ամեն ինչից որ հայտ ենք ներկայացրել քաղաքի կառավարման այսպես ղեկավարների, բոլորս բնականաբար ունենք մեր տեսլականների քաղաքի զարգացման հետ կապված, եւ սա ձեր քարոզարշավի թեզերից մեկն է։ Իսկ ինչ վերաբերում է պատասխանատվությանը, որ այստեղ կարելի է ասել սադրանքի տեսքով է հնչում, այդ պատասխանատվության ձեռքը քաղաքացիական պայմանագիրը դասով կրակն եկել, վերցրել է կախում է այստեղ այնտեղ, ոչ մեկ կարծես չի վերցնում այդ պատասխանատվությունը, ուզում եմ հիշեցնել։ Այստեղ այս դահլիճում լեգիտիմ ավականու կազմով ընտրվել է քաղաքապետ եւ կա գործող քաղաքապետ եւ ունենք գործադիր գործող քաղաքապետարան, համայնքապետարան համապատասխան բաժիններով։ Պատասխանատվությունը ամբողջությամբ քաղաքապետի եւ գործադիրի վրա է։ Ես կուզեմ հիշեցնել նախորդ ընտրափուլը, որ քաղաքացիական պայմանագիրը շատ լավ կիսում էր հավասարաչափ պատասխանատվությունը, շագրի ունեին փոխքաղաքապետեր, բաժնի պետեր եւ այլն, բայց մեկ օր ուղղակի տրամադրություն չունեն եւ հրաժարվեցին պատասխանատվությունից։ Այսինքն հնչեցնել սադրանքներ մեր որոշման վրա ինչ որ տրամադրություններ փորձել քողարկել, դա ընդհանրապես գոնե մեր քաղաքացիական հաստատ չի կարող ազդել այսքան